Ողջույն բոլորին։ Գիտեք, հայկական կինոարդյունաբերության ներսում այս օրերին իսկական փոթորիկ է հասունանում, բարիս բուն իմաստով։ Կառավարությունն ու կինոգործիչները կարելի է ասել ճակատ-ճակատի են դուրս եկել կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նոր նախագծի շուրջ։ Ու հավատացեք, խոսքն այստեղ պարզապես ինչ-որ ձանձրալի չոր իրավաբանական տերմինների մասին չէ։ Սա մի փաստաթուղթ է, որը հնարավոր է արմատապես փոխի այն ամենը, թե ինչպես են ֆիլմերը ստեղծվում, ֆինանսավորվում ու տարածվում Հայաստանում, թեև իհարկե նրա սահմաններից դուրս։ Որպեսզի հասկանանք, թե իրականում ինչի շուրջ է այս ամբողջ աղմուկը, եկեք մեր առջև դնենք մի պարզ, բայց շատ ծանրակիշեր հարց։ Ի վերջո, ում պետք է պատկանի հայկական ֆիլմը, այն ստեղծողին, թե պետությանը։ Հենց սա է այն գլխավոր, այսպես ասած, փիլիսոփայական ու իրավական առանցքը, որի շուրջ պտտվում է ամեն ինչ։ Պահպանել անկախ արտադրողներին, թե հետ գնալ դեպի պետական վերահսկողության մոդել։ Եկեք միասին քանդենք այս գծիկն ու հասկանանք հիմնական դրույթները։ Եվ այսպես, բաժին առաջին, ներկայիս վիճակը և կինոյի լանդշաֆտը մեր երկրում։ Նախքան այս նոր աղմկահարույց փոփոխություններին անցնելը, արժե հիշել մի կարևոր փաստ։ Դեռևս 2021 թվականին Հայաստանն ընդունեց բավականին առաջադեմ մի օրենք, որն էլ թարմացվեց 2023-ին։ Ու գիտեք որն էր այդ թարմացումների մեխը, այսպես կոչված cash rebate-ը, կամ հայերեն ասած ներդրումների մասնակի վերադարձի համակարգը։ Այս մեխանիզմը թույլ է տալիս ֆիլմ արտադրողներին հետ ստանալ Հայաստանում արված ծախսերի, պատկերացնում եք, 10-ից մինչև 40%-ը։ Դա ուղղակի հասկայական խթան է։ Այն ոչ միայն թևեր է տալիս տեղական արտադրողներին, այլև մագնիսի պես գրավում է արտասահմանյան ներդրողներին, եւ այս ամենը առանց ստեղծագործական պրոցեսին պետության որևէ կոպիտ միջամտության։ Լավ է հնչում, չէ՞։ Իսկ հիմա ինչ է ընդհանրապես նշանակում ազգային ֆիլմ այս գործող օրենքով։ Որպեսզի ֆիլմը պաշտոնապես ստանա պետական պաշտպանություն եւ իհարկե ֆինանսավորում, կան մի քանի շատ հստակ խիստ կանոններ։ Նախ, ստեղծագործական թիմի մեծամասնությունը, ինչպես նաեւ սցենարիստը կամ ռեժիսորը, պարտադիր պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Բացի այդ, ֆիլմը պետք է արտադրվի տեղական հայկական գրանցում ունեցող ընկերության կողմից։ Սա արվել է հատուկ մի նպատակով պաշտպանել ու խթանել հենց մեր հայաստանյան ստեղծագործողներին ու մեր լոկալ պատմությունները։ Այս գործող համակարգում կա մի ֆունդամենտալ կետ։ Օրենքով պետությունը սահմանվում է զուտ որպես աջակցող։ Այսինքն, պետությունը տալիս է դրամաշնորհներ, բայց, ու սա շատ կարևոր է, առանց ստեղծագործական գործընթացին խառնվելու կամ ֆիլմի նկատմամբ գույքային իրավունքներ խլելու պահանջի։ Սակայն նոր նախագծով առաջարկվում է վերցնել ու ընդհանրապես հանել այս աջակցող հասկացությունը օրենքից։ Ինչու՞։ Արեք հասկանանք։ Անցնենք առաջ։ Բաժին երկրորդ. կառավարության առաջարկվող նախագիծը եւ հնարավոր արմատական փոփոխությունները։ Ուրեմն այսպես. Կառավարությունը շրջանառության մեջ է դրել այս նոր նախագիծը եւ բնականաբար ունի իր պաշտոնական հիմնավորումները։ Նախագծի հեղինակներն ասում են, որ գործող օրենքի որոշ հասկացություններ պարզապես չեն համապատասխանում Հայաստանի քաղաքացիական օրենսգրքին եւ դրանք ուղղակի պետք է հստակեցվեն։ Ըստ նրանց այս փոփոխություններն անհրաժեշտ են զուտ գործնական կիրառելիությունը բարելավելու ու իրավական տերմինները մաքրելու համար։ Առաջին հայացքից սա կարող է հնչել որպես մի սովորական անվնաս բյուրոկրատական կարգավորում, ճիշտ է, բայց արի ու տես։ Բաժին երրորդ. ամենաթեժ կետը. հեղինակային եւ գույքային իրավունքի վեճը։ Բան այն է, որ կինոլորտի պրոֆեսիոնալները բոլորովին այլ կարծիքի են այս ամենի մասին։ Այն, ինչ կառավարությունը մեղմորեն անվանում է հասկացությունների հստակեցում, կինոարտադրողները համարում են ահազանգ ու լուրջ վտանգ։ Նայեք, ներկայիս անկախ մոդելում հենց պրոդյուսերներն են տնօրինում իրենց իսկ ստեղծած ֆիլմի գույքային իրավունքները։ Դա տրամաբարական է, չէ՞։ Մինչդեռ նոր նախագիծն առաջարկում է, որ պետությունը կամ ինչ-որ նոր ազգային մարմին ձեռք բերի ֆիլմի գույքային իրավունքները եւ սկսի կառավարել դրանք կոլեկտիվ հիմունքներով։ Պարզ ասած, ֆինանսավորելու դիմաց պետությունն ուզում է դառնալ ֆիլմի սեփականատերը։ Ոլորտի արձագանքը, ինչպես եւ սպասվում էր, շատ կոշտ էր ու անմիջական։ Օրինակ, հայտնի կինոգործիչ Նարէ Լեոնե Տեր-Գաբրիելյանը նշում է. մեջբերում եմ. ժողովրդավարական երկրում չի կարող լինել որևէ կազմակերպություն, որ իրավունք ունի կոլեկտիվ կառավարել հեղինակների գույքային իրավունքները։ Շատերի համար սա ոչ այլ ինչ է, քան ստեղծագործական ազատության եւ սեփականության տարրական իրավունքի կոպտագույն խախտում։
Ընդ որում, խնդիրը միայն մեր փոքրիկ ներքին շուկայով չի սահմանափակվում։ Պրոդյուսեր եւ ռեժիսոր Իննա Սահակյանը զգուշացնում է մի շատ ավելի գլոբալ վտանգի մասին։ Նա նշում է, որ պրոդյուսերներին բացառիկ իրավունքներից զրկելը ուղղակիորեն հակասում է համատեղ արտադրության եվրոպական կոնվենցիայի, եւ դա լիովին տրամաբանական է, չէ՞ որ միջազգային, ասենք, եվրոպական կինոֆոնդերը սովոր են պայմանագրեր կնքել անկախ պրոդյուսերների հետ, այլ ոչ թե այլ պետության կառավարության։ Ու պատկերացրեք, կա եւս մեկ շատ տարօրինակ կետ, այս նոր նախագիծը առաջարկում է հանել ռեժիսորի կամ սցենարիստի Հայաստանի քաղաքացի լինելու պարտադիր պահանջը ազգային ֆիլմ համարվելու համար։ Ոլորտի մասնագետները պարզապես ապշած են։ Ախր ազգային ֆոնդերը հենց նրա համար են, որ ֆինանսավորեն ու խթանեն սեփական երկրի քաղաքացիների արվեստը, ճիշտ է։ Այս պահանջի վերացումը ըստ մասնագետների ուղղակի զրոյացնում է ազգային կինոյի ֆինանսավորման ողջ տրամաբանությունը։ Շարժվենք առաջ, բաժին 4, վտանգված միջազգային պայմանագրեր եւ հետևանքներ։ Ինչպես հասկանում եք, Հայաստանը մեկուսացված կղզի չէ, եւ այս օրենսդրական փոփոխությունները կարող են հարվածի տակ դնել մի շարք լրջագույն միջազգային պարտավորություններ։ Ռիսկի տակ են հայտնվում, օրինակ, 2017 թվականի Ռոտերդամի կոնվենցիան համատեղ արտադրությունների մասին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային բազմազանության պաշտպանության կոնվենցիան եւ անգամ, այո, մեր իսկ սահմանադրությունը, հատկապես ազատ մրցակցության ու սեփականության իրավունքներին վերաբերող կետերը։ Պրոդյուսերներն ահազանգում են, եթե պետությունը փորձի դառնալ ֆիլմի սեփականատեր կամ գլխավոր արտադրող, այս բոլոր պայմանագրերը պարզապես կխախտվեն։ Ըստ էության մենք հիմա բախվում ենք երկու բոլորովին տարբեր աշխարհայացքների։ Մի նժարին ժամանակակից եվրոպական մոդելն է, հիմնված դրամաշնորհների ու ուժեղ անկախ արտադրողի ինստիտուտի վրա։ Հենց այս մոդելին մենք անցանք 2021 թվականին։ Իսկ մյուս նժարին, դե ասես խորհրդային տարիներից եկող կենտրոնացված պոակային մոդելն է։ Մի համակարգ, որն ամբողջությամբ վերահսկվում է պետության կողմից, եւ որին ըստ քննադատների նոր նախագիծը փորձում է մեզ հետ տանել։ Կինոգործիչ Արմինե Անդան այս իրավիճակը շատ դիպուկ է նկարագրում։ Նա ասում է, նախագիծը մեզ դեպի ապագան տանելու փոխարեն տանում է դեպի իրեն չարդարացրած ազգային կինոկենտրոն պոակի մոդել։ Ու իրոք նոր ոտքի կանգնող, շունչ քաշող անկախ կինոարտադրության պայմաններում պետությանը կրկին գերի իշխող դարձնելը կարող է ճակատագրական, ռազմավարական սխալ լինել, որն ուղղակի կկանգնեցնի ոլորտի զարգացումը։ Եվ վերջապես, բաժին 5. Ինչ է վտանգված եւ որն է մեր կինոյի ապագան։ Դե ինչ, մենք քննարկեցինք երկու կողմերի մոտեցումներն էլ, բայց եկեք հասկանանք իրականում ինչ է դրված զոհասեղանին։ Եթե օրենքն ընդունվի այս առաջարկվող տեսքով, փորձագետները կանխատեսում են բավականին մռայլ պատկեր։ Նախ, մեր տեղական պրոդյուսերները կարող են լրիվ մեկուսացվել համաշխարհային շուկաներից, քանի որ պարզապես չեն ունենա սեփական ֆիլմի բացառիկ իրավունքները։ Կստեղծվի կինոարտադրության պետական մենաշնորհ, դե իսկ դա իր հերթին կհանգեցնի արտասահմանյան ներդրումների արտահոսքի կամ կորստի։ Եվ ամենակարևորը, սա իրական, շոշափելի սպառնալիք է ստեղծագործական ազատության դեմ։ Եվ այսպես, այսքան վերլուծելուց ու քննարկելուց հետո մենք կանգնած ենք մեկ գլխավոր հարցի առաջ։ Արդյոք այս օրենսդրական փոփոխություններն իրոք կպաշտպանեն ու կզարգացնեն մեր ազգային կինոն, ինչպես վստահեցնում է կառավարությունը, թե հակառակը կմեկուսացնեն այն արտաքին աշխարհից ու կխեղդեն անկախ ստեղծագործողին։ Սա մի վեճ է, որի հանգուցալուծումը առանց չափազանցության կորոշի հայկական կինոյի դեմքն ու ապագան գալիք տասնամյակների համար։ Շնորհակալություն այս բարդ ու խճճված թեման ինձ հետ միասին բացահայտելու համար։ Մինչ նոր հանդիպում եւ նոր վերլուծություններ։